Ողջույն ընկերներ, այսօր AI էֆիկասման առաջին տեսահոլովակն է եւ ուզում եմ ձեզ ներկայացնեմ այս բարձ օրինակը, թե ինչպես կարող եք AI ինտեգրել ձեր կայքում։ Օրինակը շատ բարձ է, չի օգտագործում ոչ մի տեսակի սերվերային կոդ, չի օգտագործում ոչ մի տեսակի տվյալների բազա եւ ինչ ունենք այստեղ։ Upload 3 images, 1, 2, 3 նկարներ եւ find similar, այսինքն այս ծրագրի օգնությամբ մենք կարող ենք տեսնել, թե վերջին այս նկարը, որ նկարներին է ավելի նման։ Նմանությունը ծրագրով որոշելը իհարկե շատ բարդ է, բայց արհեստական բանականության համար դա շատ ավելին հեշտ է եւ հեշտ լուծվող խնդիր է։ Ինչպես ենք դա անում HTML JavaScript-ի օգնությամբ։ Տեսնում եք այստեղ երկու import ունեմ։ CDN-ի օգնությամբ կպցնում եմ TensorFlow գրադարանը եւ TensorFlow-ի MobileNet-ը։ MobileNet մոդելը պատասխանատու է նման համեմատությունների համար, օրինակ երկու նկարների համեմատության համար։ Այստեղ շատ բարձ HTML է, տեսնում եք, ունենք input type file եւ preview-ներ։ Վերջում ունենք compare images կոճակ, որը վերջին նկարը համատում է նախորդ երկուսի հետ։ Այստեղ result-ի մեջ արտացոլում պատասխանը։ Ամեն ինչ շատ բարձ է։ JS-ի դեպքում մենք ունենք MobileNet-ը, որը պետք է քաշենք ինտերնետից եւ համոզվենք, որ այն պատրաստ է։ Դրանից հետո մենք կարող ենք աշխատեցնել get embedding. Ինչ անում embedding-ը։ Վերցնում է, տեսնում եք այս նկարը, TensorFlow-ի օգնությամբ նկարը սարքում է որոշակի AI-ին հասկանալի ստրուկտուրա, որը կարող ենք հետագայում օգտագործել։ Հաջորդը show preview, սա շատ պարզ ֆունկցիա է, որը AI-ի հետ ոչ մի ձև կապված չէ, ուղղակի որպեսզի input type file-ի մեջի պարունակությունը տեսնենք browser-ում, տեսնենք թե ինչ ենք upload արել, այստեղ արտացոլենք։ Cosine similarity, կոսինուսային հեռավորությունը դա ստատիստիկան դա մաթեմատիկայի բաժին է, այո։ Ստատիստիկայի մեջ օգտագործվող հեռավորության տեսակ է, որը չափելու համար մենք օգտագործում ենք կոսինուսային անկյունը։ Այսինքն այն ցույց է տալիս ոչ թե ինչքանով են երկու օբյեկտ իրարից հեռու Էվկլիդյան կամ Մահալանոբիսի հեռավորությամբ, այո, երկու խմբեր իրարից հեռու, այլ ցույց է տալիս թե այդ խմբերը ինչքանով են հեռու իրար միմյանցից անկյան տակ։ Սա օգտագործելի է, կիրառելի է երաժշտության դեպքում, նկարների դեպքում, ֆիլմերի դեպքում եւ կարող եք սրա մասին ավելի շատ կարդալ իմ Telegram-յան ալիքում, այնտեղ ունեմ հրապարակած կոսինուսային հեռավորության մասին տվյալներ։ Ամեն դեպքում JavaScript-ի մասով կոդը շատ պարզ է, որին մանրամասներին չեմ անդրադառնա այս պահին, բայց կարևոր է որ իմանաք, որ այստեղ մենք հաշվում ենք կոսինուսային հեռավորություն։ Հաջորդը compare images։ Ինչ ենք անում։ Մենք վերցնում ենք այս բոլոր նկարները եւ սարքում ենք AI-ին հասկանալի որոշակի ստրուկտուրա, դրանից հետո հաշվում ենք երրորդի եւ առաջինի, երրորդի եւ երկրորդի միջև կոսինուսային հեռավորությունը։ Իսկ դրանից հետո մենք չափում ենք, եթե առաջինի կոսինուսային հեռավորությունը երրորդի հետ ավելի մեծ է, հա, տեսեք այստեղ մենք ոչ թե օգտագործում ենք cosine distance, կոսինուսային հեռավորություն, այլ հակառակ cosine similarity, այսինքն կոսինուսային նմանություն։ Դա ուղղակի հակառակ երևույթն է, ոչ մի տարբերություն չկա։ Կարելի ասել, եթե այս երկուսը կոսինուսային ավելի մոտ են, հեռավորությունը ավելի քիչ է եւ այստեղ ավելի քիչ, հա, եւ համեմատում ենք այս երկու հեռավորությունները։ Եթե նկար 3-ը նկար 1-ից ավելի մոտ է կոսինուսային, քան նկար 3-ը նկար 2-ից, մենք ասում ենք, որ նկար 3-ը ավելի նման է նկար 1-ի։ Նկար 3-ը ավելի նման է նման 2-ի, այն դեպքում, երբ այս արժեքը ավելի մեծ է այս արժեքից։ Դե այս դեպքում նաև հավասար էական չէ, քանի որ երկու նկարների հավասարության դեպքում այդ հավասարի դեպքը շատ ցածր է լինելու։ Երկու տարբեր նկարների դեպքում, եթե բոլոր նկարները նույնն են, նույնպես էական չէ թե որ արժեքը կտպի, հա, եթե կարող եք այստեղ ավելացնել, եթե օրինակ C1-ը հավասար է C2-ի, ասել որ նկարների հավասարաչափ նման են միմյանց, բայց այս դեպքը այդքան է պրակտիկ չի եւ մեր օրինակին ճշմարտություն չի ավելացնում։ Դե եկեք աշխատեցնենք օրինակը, նկար 1 վերցնում ենք օրինակ շան նկար, նկար 2 վերցնում ենք կատվի նկար, նկար 3 վերցնում ենք օրինակ այստեղ վերցրեցինք այս շան նկարը, եկեք վերցնենք այս մեկ նկարը։ Եվ այսպիսով find similar կոճակը սխմելուց մենք տեսնում ենք հետաքրքիր պատասխան։ Ուրեմն նկար 3-ը
ավելի նման է նկար 1-ին, քան նկար 2-ին։ Տեսնում եք, արժեքները 0-ից 1-ն են։ 0,653-ը դա ավելի մեծ է, քան 0,542-ը։ Դրա համար մենք կարող ենք ասել, որ նկար 3-ը ավելի նման է նկար 1-ին։ Արտարության համար պետք է ասել, որ նկար 3-ը նկար 2-ին էլ է որոշակի չափով նման։ Տեսեք, եթե վերցնենք հեռավորությունը ընդհանուր կադրից, մենք կարող ենք ասել, որ նկար 3-ը նկար 2-ին ավելի նման է, քանի որ երկու կենտրոնների դեպքում էլ մենք տեսնում ենք, որ մինչև թևերի այս մասը երևում է, իսկ այստեղ հիմնականում գլուխն է ներառված։ Կարելի ասել, որ գույները ավելի շատ են բռնում նկար 3-ի եւ նկար 2-ի։ Ընդհանուր առմամբ, եթե մենք չհաշվենք, որ նկար 1-ում եւ նկար 3-ում պատկերված է նույն տեսակի կենտրոնին, մենք կարող ենք ասել, որ նկար 3-ը նկար 2-ին ավելի նման է։ Բայց քանի որ մարդու համար նկար 3-ը նկար 1-ը միանշանակ ավելի նման են, քանի որ երկուսում պատկերված են շան նկարներ, մենք ասում ենք, որ նկար 3-ը նկար 1-ին է ավելի նման։ Հիմա եկեք փոխենք նկարները եւ մի քիչ էլ էքսպերիմենտներ անենք, փորձենք այստեղ choose file հեծանիվ, օրինակ, այստեղ շուն, այստեղ շուն եւ տեսնենք ինչ պատասխան կստանանք։ Նկար 3-ը ավելի նման է նկար 2-ի։ Նմանությունը նկար 3-ի եւ նկար 2-ի միջև 0,631, այսինքն պատկերացրեք 0-ից 1, հա, 6 ու 3 միավոր։ Որովհետեւ երկուսում է շներ են պատկերված, չնայած տեսեք այս շները ինչքան են իրարից տարբեր, թե մարմնի մասերի չափսերով, թե նույնիսկ գույների մեջ, այստեղ սպիտակն է գերիշխում կարելի ասել, այստեղ չէ։ Բայց նկար 1-ում պատկերված է հեծանիվ, իսկ նկար 1-ի ու նկար 3-ի միջև կա որոշակի նմանություն, տեսեք, երկուսի դեպքում էլ նրանց background նկարները որոշակի գույնային նմանություն ունեն։ Այսպիսով, նկար 3-ը նման է նկար 2-ի։ Վերցնենք մեկ այլ օրինակ։ Օրինակ, տուն եւ երկու շուն, ինչ կտա մեզ։ Նկար 3-ը նման է նկար 2-ի։ Իսկ եթե վերցնենք 3 հատ շան նկար, տարբեր 3 շան նկար։ Նկար 3-ը ավելի նման է նկար 1-ի։ Եվ ինչպես տեսնում եք, նկար 2-ը եւ նկար 3-ը նրանք նույնպես իրար շատ նման են։ 0,631, այստեղ 0,653, այսինքն տարբերությունը չնչին է, բայց կա, որովհետեւ եթե մենք վերցնենք մարդուն եւ հարցնենք, որ նկարներն են իրար ավելի նման, նա հավանաբար կասի նկար 1-ը եւ նկար 3-ը։ Ինչու՞, որովհետեւ երկուսն էլ, ինչպես տեսնում եք, նայում են ուղիղ տեսախցիկին եւ ընդհանուր թե շների չափսը, թե նրանց տեսակը ավելի նման է, այո, նկար 3-ը ավելի նման է նկար 1-ի, բայց նկար 2-ին նույնպես շատ նման է։ Փոխենք այստեղ շան նկարը, օրինակ կատվի նկարով եւ տեսնենք։ Նկար 3-ը նման է նկար 2-ի, այստեղ փոխենք, հետ բերենք շունիկին, նկար 3-ը նման է նկար 2-ի, տեսնում եք արդեն բավականին զգալի տարբերությամբ, 0,653 ընդդեմ 0,542-ի, փոխենք հեծանիվի, տեսնում եք տարբերությունը շատ մեծ է, 0,542 ընդդեմ 0,371-ի, իսկ ինչ կլինի, եթե նույն նկարը ավելացնենք, մենք կտեսնենք 1, այսինքն լրիվ համապատասխանում են այս երկու նկարները միմյանց։ Այսպիսով ընկերներ, այս փոքրիկ կոդի շնորհիվ մենք կարողացանք 3 նկար համեմատել իրար եւ գտնել նրանցից ամենանմանները։ Որտեղ է սա? Որտեղ սա կարող է պետք գալ։ Օրինակ, եթե դուք ուզում եք պատկերացրեք սոցցանցում գտնեք, թե այս նկարում պատկերված մարդիկ ում են նման, որ օգտատիրոջն է նման այս օգտատերը։ Ամենաշատը։ Նման բան Facebook-ում եմ տեսել, երբ հուշում է, որ դու այսինչ մարդու հետ ես, որովհետև քո դեմքը նրա դեմքին։ Նկարում պատկերված մարդու դեմքը նման է այս մարդուն։ Կամ շատ օգտակար է, երբ ունեք on-line խանութ եւ ուզում եք, որպեսզի մարդը տեսնի նման ապրանքներ։ Մարդը կարողանա նաեւ որոնում կատարել նման ապրանքներ գտնելով։ Սա իհարկե միայն ֆրոնտենդային օրինակ է, որը չունի backend, բայց հետագայում նաև արելու ենք backend օրինակ։ Այսինքն մարդը կարող է նկար ավելացնել եւ նման ապրանքների նկարները տեսնել, ինչը շատ օգտակար կլինի նրան։ Օրինակ ուզում է նմանատիպ լյուստրա գնել, բայց ոչ
հենց այս մեկը ուզում է տեսնել մոտավորապես 15-20 նմանատիպ լյուստրաներ եւ համատել, նմանատիպ դիվան ուզում գնել։ Սա շատ օգտակար եւ իրականում շատ բարձ լուծում է, որը ձեզ տալիս է մեծ առավելություն, քանի որ 2025 թվական, 2026 թվականն է մոտենում։ Front-end developer-ը, որը ունի AI ինտեգրելու, AI օգտագործելու skiller, շատ մեծ առավելություն ունի այն նույն front-end developer-ի համար, որը չունի այս skiller-ը, եւ գործատուի համար այս հմտությունները ունեն մեծ պահանջարկ, բայց ինչպես տեսնում եք, կոդի բարդության տեսանկյունից այս օրինակը իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, այսինքն ներդնելով քիչ ջանք, դուք կարող եք ստանալ բավականին wow էֆեկտ։ Դեռ front-end-ի մասով, մյուս դասերին նաև կանդրադառնանք back-end-ի մասով։ Շնորհակալություն ուշադրության համար,